Ուկրաինայի անօդաչու սարքերի հարձակումը Ռուսաստանի միջուկային ռազմավարական ռմբակոծիչների վրա ստվերեց խաղաղ բանակցությունների նոր փուլը, որը մեկնարկել է Ստամբուլում։ Սա 2022 թվականից հետո կողմերի երկրորդ ուղիղ հանդիպումն է, սակայն առկա են լուրջ տարաձայնություններ։ Ռուսաստանի ազդեցիկ բլոգերները պահանջում են վճռական պատասխան հարձակումներից հետո։ Թուրքական արտաքին գործերի նախարար Հաքամ Ֆիդանը դիմել է կողմերին, հորդորելով հասնել հստակ արդյունքների, որոնք կբերեն խաղաղության։ Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին նշել է, որ Մոսկվան ստացել է Կիևի խաղաղության առաջարկի նախագիծը։ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը ներկայացել է ռազմական համազգեստով, իսկ երկու կողմերն էլ պատրաստվում են ներկայացնել իրենց տեսլականը հրադադարի եւ խաղաղության ճանապարհային քարտեզի վերաբերյալ։ Բանակցությունները մոտ 2 ժամ ուշացան եւ մեկնարկեցին Ստամբուլի շքեղ Կիրագան Փելսում։ Անցած բանակցությունները, որոնք տեղի էին ունեցել մայիսի 16-ին, հանգեցրին ամենամեծ ռազմագերիների փոխանակմանը, սակայն խաղաղության կամ անգամ հրադադարի նշաններ չառաջացան, քանի որ կողմերի դիրքորոշումները մնացին շատ հեռու, հայտնում է Reuters-ը։ Մենք պատրաստ ենք երաշխիքներ տրամադրել բոլոր կողմերին կապված մեր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի հետ, հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Կահիրեում Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելաթիի հետ համատեղ մամլո-ասուլիսում, գրում է Մեհրը։ Նա քննադատել է արևմտյան պետությունների լռությունը իսրայելական ռեժիմի միջուկային մարտագլխիկների զինանոցի վերաբերյալ, նշելով, որ արևմտյան պետությունները աչք են փակում Իսրայելի միջուկային սպառնալիքի վրա։ Իսրայելի սպառնալիքները Իրանի խաղաղ միջուկային ծրագրի նկատմամբ հանցագործություն են, ընդգծել է նախարարը։ Ինչ վերաբերում է Իրանի եւ Եգիպտոսի հարաբերություններին, Արաղչին ասել է. Եգիպտոսի հետ կապերի զարգացումը մեր առաջնահերթությունն է։ Մենք կօգտագործենք Իրանի հետ մեր լավ հարաբերությունները խաղաղության եւ բարգավաճման հասնելու համար։ Պետք է հարգենք մեր հարևանների տարածքային ամբողջականությունը, հայտնել է Աբդելաթին։ Իրանի հետ հարաբերություններում լարվածության ցանկացած էսկալացիա կհանգեցնի նրան, որ իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից, նախազգուշացրել է Աբդելաթին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը անվանել է հիանալի։ Թուրք առաջնորդի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Դա իսկապես հիանալի հանդիպում էր, ասաց Էրդողանը։ Նա նաեւ գնահատեց կողմերի միջև գերիների փոխանակման վերաբերյալ համաձայնագրերը։ Թուրքիայի նախագահի խոսքով խոսքը իսկապես մեծ թվերի մասին է։ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ ոչ խաղաղության, ոչ էլ պատերազմի վիճակում է, այդ կարծիքն է հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, ելույթ ունենալով Լիտվայում ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրների գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանից եկող սպառնալիքը իրական է համարում, ինչպես նաև Եվրոպայի համար պահպանվում են ահաբեկչության սպառնալիքները։ Նա կոչ է արել Հյուսիսատլանտյան դաշինքն ապահովել ավելի մարտունակ զորքով եւ զենքով եւ ընդգծել է, որ հունիսի վերջին Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից ակնկալում է ռազմական ծախսերի ավելացման վերաբերյալ կարևոր որոշումներ։ Սպասվում է, որ Հաագայի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի երկրներին կառաջարկվի իրենց ռազմական ծախսերի նպատակային մակարդակը ներկայիս 2%-ից հասցնել ՀՆԱ-ի 5%-ի։ Ռյուտեն նաեւ խոստացել է շարունակել Կիևին տրամադրվող համապարփակ ռազմական աջակցությունը, որի համար դաշինքի երկրներից լրացուցիչ հատկացումներ կպահանջվեն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հնարավոր հանդիպման համար, սակայն նախընտրում է Մոսկվայի եւ Կիևի միջև երկկողմ խաղաղության բանակցություններ, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Նա ընդգծել է, որ Թրամփը ցանկանում է, որ Պուտինն ու Զելենսկին նստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Լևիթը հավելել է, որ մենք տեսնում ենք, թե ինչպես են Ռուսաստանն ու Ուկրաինան դա անում Միացյալ Նահանգների նախագահի կոչով։ Սպիտակ տան մամուլի քարտուղարը գնահատական չի տվել Ստամբուլում ռուս-ուկրաինական վերջին բանակցությունների փուլին։ Նա ընդգծել է, որ Թրամփը դա կանի ավելի ուշ։ Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում կայացած բանակցությունների երկրորդ փուլում պայմանավորվել են փոխանակել բոլոր ծանր հիվանդ ռազմագերիներին եւ մինչեւ 25 տարեկան անձանց։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ուկրաինական պատվիրակության ղեկավար եւ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։
Նրա խոսքով ուկրաինական պատվիրակությունը ռուսներին առաջարկել է եւս մեկ հանդիպում անցկացնել մինչև հունիսի վերջ։ Պաշտոնյան նաև հայտնել է, որ Ռուսաստանը չի համաձայնել անվերապահ հրադադարի եւ պետությունների ղեկավարների հանդիպմանը։ Վերջին 3 օրերի ընթացքում Հնդկաստանի հյուսիս-արևելյան Ասամի, Մանիպուրի, Տրիպուրայի, Սիկկիմի, Արունաչալ Պրադեշի եւ այլ նահանգներում տեղի ունեցած ջրհեղեղների եւ սողանքների հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ։ Այս մասին հայտնում է հնդկական New Delhi TV-ն։ Պաշտոնյաների խոսքով բազմաթիվ վարչությունները զբաղվում են օգնություն ցուցաբերելով եւ փրկարարական աշխատանքներ իրականացնելով օգտագործելով տարբեր միջոցներ, այդ թվում Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռ ու նավակներ։ Էնի գործակալության տեղեկացմամբ որոշ շրջաններում Բրահմապուտրա գետը հոսում է վտանգավոր նշագծից ավելի բարձր մակարդակի վրա։ Տրիպուրայի նահանգում տեղի ունեցած ջրհեղեղներից տուժել է ավելի քան 10,000 մարդ, իսկ Մեգահալայայում տուժել է 10 շրջան։ Տեղեկություններ են հաղորդվել նաև այն մասին, որ Ասամի նահանգում 19 շրջանի 764 գյուղ տուժել են հեղեղումների հետևանքով։ Ընդհանուր առմամբ տուժած բնակիչների թիվը կազմել է 360,000-ի։ Reuters-ի տեղեկացմամբ Հնդկաստանի օդերևութաբանական ծառայությունը կանխատեսել է ավելի հորդ անձրևներ։ Հնդկաստանի կառավարության հայտարարության մեջ նշվել է, որ Հիմալայիների Սիկիմի նահանգում արգելափակված ավելի քան 1000 զբոսաշրջիկներ հունիսի 2-ին տարանվել են, իսկ Մեգահալայայի նահանգում բանակային փրկարարական խմբեր են գործի դրվել ջրհեղեղի գոտիներում մնացած ավելի քան 500 մարդու փրկելու համար։ Հնդկաստանի հյուսիս-արևելքում եւ Բանգլադեշում հաճախ են տեղի ունենում տեղատարապ անձրևներ, որոնք առաջացնում են սողանքներ եւ հեղեղումներ, բացասաբար ազդելով միլիոնավոր մարդկանց վրա։ Ստամբուլում բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում Ռուսաստանն ուկրաինական կողմին է փոխանցել հակամարտության կարգավորման վերաբերյալ մանրամասն հուշագիր, ինչպես նաև համաձայնեցրել է մի շարք գործնական հարցեր։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։ Մեր կողմից մշակված հուշագիրը բավական մանրամասն է, ուստի ուկրաինական կողմը որոշել է այն վերցնել ուսումնասիրության։ Կուսումնասիրեն, կպատասխանեն, կտեսնենք, հանդիպման արդյունքներով հայտնել է նա։ Բանակցությունները տեղի են ունեցել հունիսի 2-ին եւ այն տևել է ավելի քան 1 ժամ։ Բացի այդ, կողմերը պայմանավորվել են գերիների փոխանակման մշտական հանձնաժողով ստեղծելու մասին։ Պայմանավորվել են, որ ստեղծվելու են մշտական բժշկական հանձնաժողովներ, որոնց եզրակացությունների հիման վրա կողմերը չսպասելով քաղաքական մեծ որոշումների կազմելու են փոխանակման ենթակա ծանր վիրավոր մարտիկների ցուցակներ։ Նման փոխանակումներ տեղի կունենան պարբերաբար աշխատանքային կարգով, ասել է նա լրագրողներին։ Microsoft-ի հիմնադիր Bill Gates-ի հարստության ամենամեծ մասը բաժին կհասնի Աֆրիկային։ Այս մասին նա հայտարարել է Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում Աֆրիկյան միության կենտրոնակայանում ունեցած ելույթում։ Վերջերս ես խոստացա, որ իմ հարստությունը կփոխանցվի առաջիկա 20 տարիների ընթացքում։ Այս ֆինանսավորման հիմնական մասը կուղղվի ձեզ օգնելու լուծելու խնդիրները այստեղ Աֆրիկայում, ասել է Գեյթսը, հավելելով, որ գումարը կտրամադրվի Bill եւ Melinda Gates հիմնադրամի միջոցով։ Նշենք, որ այս տարվա գարնանը նա հայտարարել է, որ մինչև 2045 թվականը այս հիմնադրամը $200 միլիարդ կուղղի տարբեր ծրագրերի ֆինանսավորմանը։ Ներկայումս Bill Gates-ը զբաղեցնում է 5-րդ տեղը մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում։ Նրա անձնական կարողությունը հասնում է $175 միլիարդ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 3-ի որոշմամբ Արամ Ղազարյանը նշանակվել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, Ներքին գործերի նախարարի տեղակալ։ Ղեկավարվելով ոստիկանությունում ծառայության մասին օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, հանրային ծառայության մասին օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով եւ կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով Արամ Ղազարյանին նշանակել ոստիկանության պետ, Ներքին գործերի նախարարի տեղակալ, ասված է որոշման մեջ։ Հունիսի 2-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում նախագահությամբ ամենայն հայոց կաթողիկոսի տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Անդրադարձ է կատարվել վարչապետի կողմից վերջին օրերին հրահրված եկեղեցական արշավին։ Այս կապակցությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. Հայաստանի վարչապետը պետական այրին անհարիր բառապաշարով, վիրավորանքներով եւ մեղադրանքներով հերթական արշավն է սկսել ընդդեմ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու օրենքից վեր դասելով իր անձը։ Հայհոյախառն
անվայել խոսույթներով հախուռն հրապարակումները զուրկ են բարեկրթության տարական նորմերից։ Եկեղեցամարտ այս կեցվածքը ակնհայտորեն թելադրված է քաղաքական նպատակներով եւ փորձ է նսեմացնելու ազգային կյանքում եւ միջազգային շրջանակներում հարգանք վայելող հայոց եկեղեցու եւ եկեղեցականաց հեղինակությունը, լրացնելու եկեղեցու ձայնը եւ նվազեցնելու նրա հանրային ազդեցությունը։ Կոչ են ուղղում իրավասու պետական մարմիններին կասեցնել վարչապետի այս անօրինական եւ անհեռատես քաղաքականությունը, հարկ չկա եկեղեցի ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ եւ մղելու հակադարձման գործողությունների, ասված է հայտարարության մեջ։ Եթե այս հայտարարությունները եկեղեցու դեմ շարունակվեն, սա կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի։ Այս մասին Եվրոմեդիա 24-ի հետ հարցազրույցում նշել է Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը, անդրադառնալով հայ առաքելական եկեղեցու սպասավորների մասին Նիկոլ Փաշինյանի Facebook-յան գրառումներին։ Քաղաքագետի խոսքով Հայաստանն այսօր ծանրագույն վիճակում է, Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են օգտվել ներկա իրավիճակից, որպեսզի Սյունիքը ուժով միացնեն իրենց տարածքին, մինչդեռ Հայաստանում մարդիկ զբաղված են փողոցային հայհոյանքներով, մարդկանց անձնական կյանքը քննարկելով։ Էլ ինչ ձևով կարելի է մեզ վիրավորել այս ազգը, մենք էլ ինչ արժանապատվություն ունենք, որ էլ ինչին են կպնելու։ Ղարաբաղը հանձնեցիք, մեզ ստորացրեցիք, հիմա բոլորը մեր վրա նայում են որպես թույլ պարտված ինչ-որ ազգ, չգիտեք Սյունիքը պահելու եք թե չէ, հիմա էլ հասակ եկեղեցու ղեկավարներին, ով զավակ ունեցել, ով չի ունեցել։ Դա իրանց գործն է, թող իրանց գործերով զբաղվեն, դուք ձեր գործով զբաղվեք, ձեր ժողովրդի անվտանգությունը ապահովեք։ Սա ինչ բան է, սա ոնց որ կատակ լինի, գիտեք, ինչ լավ է, որ մեզ ոչ ոք չգիտի, ամբողջ աշխարհում։ Եթե մեզ իմանային, սենց բաներ հիմա ցույց տային, թե ինչ է կատարվում Հայաստանում, մեզ չէին հարգի։ Գերմանիայի զինված ուժերի գլխավոր տեսուչ Կարստեն Բրոյերը ՆԱՏՕ-ին կոչ է արել առաջիկա 4 տարվա ընթացքում նախապատրաստվել Ռուսաստանի հետ զինված բախմանը։ Նրա խոսքերը մեջբերում է BBC-ն։ Բրոյերը նշել է, որ 2024 թվականին Ռուսաստանն արտադրել է 152 մմ տրամաչափի 4 միլիոն հրանոթ, որոնցից ոչ բոլորն են օգտագործվելու Ուկրաինայի հակամարտության ժամանակ։ Նրա խոսքով Ռուսաստանը տարեկան արտադրում է 1500 հիմնական մարտական տանկ, որոնցից շատերը կարող են օգտագործվել Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրա հարձակվելու համար մինչև 2029 թվականը կամ ավելի վաղ։ Ուկրաինայում ամեն տանկ չէ, որ պատերազմի է ուղարկվում։ Դրանք մնում են պահեստներում եւ նոր ռազմական կառույցներում, որոնք միշտ ուղղված են դեպի արևմուտք, ասել է զինվորականը։ Մոսկվան պատրաստվում է փոխել Անկարայում իր դեսպանին, այս մասին հայտնում է Կոմերսանտ թերթը, վկայակոչելով 3 աղբյուրների։ Հրապարակման համաձայն Սերգեյ Վերշինինը կարող է դառնալ Թուրքիայում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության նոր ղեկավարը։ 2018 թվականի մարտից նա զբաղեցնում է երկրի արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը։ 2005-2018 թվականներին Վերշինինը եղել է ՌԴԱԳՆ Մերձավոր Արևելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի տնօրենը։ Բացի այդ, 2011 թվականին նա նշանակվել է ՌԴԱԳՆ ղեկավարի Մերձավոր Արևելյան կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ։ Այս պաշտոնը զբաղեցնելու ընթացքում դիվանագետը ներկայացրել է Մոսկվան Մերձավոր Արևելքի քառյակի Ռուսաստան, ԱՄՆ, ՄԱԿ, Եվրամիություն բանակցություններում։ Հայրենիք կուսակցությունը որոշում ունի մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին առանց դաշինք կազմելու։ Այս մասին հայտնել է կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը լուրջ քաստ հաղորդման շրջանակում։ Նրա խոսքով այսօր ընդդիմադիր դաշտում դեռևս չկա այնպիսի համախմբող կերպար, որի շուրջ բոլոր ուժերը կունենան անվերապահ կոնսենսուս։ Մասնավորապես նա նշել է, կան տարբեր ուժեր, որոնք փորձում են իշխանություններին այլընտրանք լինել, բայց այն կերպարը, որի շուրջ 100%-անոց կոնսենսուս կլինի, դեռ չկա։ Ես վստահ եմ ընդդիմադիր դաշտում կան շատ մարդիկ, ովքեր կարող են լինել լավ կառավարիչներ, բայց նրանք չկան հանրային ընկալման մեջ, որովհետև իշխանությունները իրենց մանիպուլատիվ նարատիվներով փորձում են մարդկանց շփոթեցնել, ասել է Վանեցյանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ուկրաինայի հարցով նրա հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը հասկանում են Ուկրաինայի հարցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշման հիմնավորվածությունը, հայտնում է Պուբլիկոն։ Թրամփը, Քելոգը եւ ԱՄՆ կոնգրեսականները հասկանում են, որ Պուտինը կոշտ բանակցող է, որին չպետք է սպառնալ եւ ով ունի իր օրակարգը Ուկրաինայում իրավիճակի քննարկման համար հիմնված իրական փաստերի վրա, նշվում է հոդվածում։ Հեղինակի կարծիքով Ռուսաստանն ամրապնդում է ռազմական դիրքերը եւ գուցե առաջիկա ամիսներին Մոսկվան կարողանա թելադրել զինադադարի պայմանները, ինչը նույնիսկ Զելենսկին է ընդունում։
Գերագույն Ռադայի падգամավորներին թույլ չեն տալիս ցանոթանալ հանքային ռեսուրսների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ լրացուցիչ համաձայնագրերին, վկայակոչելով կոմերցիոն գաղտնիքները։ Այս մասին հայտարարել է Ռադայի падգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։ Հենց կառավարությունը հայտարարեց, որ կատարել է բոլոր ձևականությունները, մենք էկոնոմիկայի նախարարությունից խնդրեցինք այս երկու լրացուցիչ համաձայնագրերը, նրանք մեզ ուղարկեցին իրենց գործակալություն էկոնոմիկայի նախարարությանը կից պետական մասնավոր համագործակցությանն աջակցելու համար եւ ասացին, որ դա կոմերցիոն գաղտնիք է, գրել է Ժելեզնյակը։ Միաժամանակ падգամավորը հիշեցրել է, որ Ուկրաինայի կառավարությունը խոստացել է Գերագույն Ռադային տրամադրել ԱՄՆ-ի հետ հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի բոլոր մանրամասները, հենց որ այն լիովին պատրաստ լինի։ Թեսլայի մի շարք ղեկավարներ շոկի մեջ էին, երբ Իլոն Մասկը հրապարակավ հերքեց Reuters-ի տեղեկությունը, թե ընկերությունը հրաժարվել է նոր $25,000 էլեկտրամեքենայի արտադրությունից, սակայն փաստացի, ինչպես տեղեկացնում են աղբյուրները, այդ նախագիծը փակվել էր ամիսներ առաջ եւ Մասկը պարզապես ցանկացել է խուսափել բաժնետերերի արձագանքից։ Իրականում ընկերությունը կենտրոնացել է ավելի մաչելի տարբերակներով Model 3-ի եւ Model Y-ի վրա։ Թեսլայի ներսում որոշ ղեկավարներ վախեցած էին, որ Մասկի կտրուկ հերքումը կարող է հանգեցնել SEC-ի, ԱՄՆ արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողով հետ խնդիրների, քանի որ դա կարող է դիտվել որպես բաժնետերերի մոլորեցում։ Իդեպ Մասկը նախկինում արդեն $40 միլիոն համաձայնություններ կնքել SEC-ի հետ սոցիալական ցանցերում սխալ տեղեկություններ տարածելու պատճառով։ Թեսլան այս պահին չի մեկնաբանել այս լուրերը։ Հարցին, թե ինչու Մասկը հերքեց նախագծի փակման մասին տեղեկությունները, որոշ աղբյուրներ նշել են, որ նա պարզապես ցանկանում էր պահպանել բաժնետերերի վստահությունը եւ կանխել վաճառքի անկումը, սակայն նման հասկանալի քայլերը կարող են վնաս հասցնել ընկերության վստահությանը, հատկապես երբ Չինաստանի BYD ընկերությունը մեծ հաջողությունների հասնում մաչելի էլեկտրամեքենաների շուկայում, հայտնում է Reuters-ը։ Ռուսաստանի դատարանը 14 տարվա ազատազրկման է դատապարտել բրիտանացի վարձկան Գարի Բոնինին, որը կապված էր եվրոպական հետախուզական ծառայությունների հետ։ Նա մեղավոր է ճանաչվել զինված հակամարտությանը վարձկանությամբ մասնակցելու համար։ Ըստ քննիչների, Բոնինին 2022 թվականին ժամանել է Ուկրաինա, մասնակցել է մարտերին Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների եւ ռուսական ուժերի դեմ։ Նա պատրաստություն է անցել, ստացել է զենք, ռազմամթերք եւ ֆինանսական վարձատրություն։ Նշվում է, որ Բոնինին նախկինում եղել է բրիտանական զինված ուժերի հետախուզական ստորաբաժանման դիպուկահար, մասնակցել է ռազմական գործողությունների Աֆրիկայում եւ Աֆղանստանում, աջակցել է եվրոպական հետախուզական ծառայությունների եւ իրականացրել օպերացիաներ հաճախ փոքր խմբերով կամ միայնակ, հայտնում է Lenta.ru։ Կայրեում գտնվող Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիի հետ։ Այս մասին հայտում է իրանական ԻՌՆԱ գործակալությունը։ Եգիպտոսի նախագահական պալատում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Արաղչին նաև հանդիպել եւ բանակցություններ է վարել իր եգիպտացի գործընկեր Բադր Աբդ Ալ-Ատիի հետ։ Եգիպտոսի նախագահի գրասենյակի տեղեկացմամբ կողմերն ընդգծել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարների կարևորությունը։ Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները։ Նախագահ Սիսին հաստատել է Եգիպտոսի դիրքորոշումը, մերժելով հակամարտության շրջանակի ընդլայնումը տարածաշրջանում։ Նա ընդգծել է իրավիճակն ապա էսկալացնելու անհրաժեշտությունը համապարփակ տարածաշրջանային պատերազմը կանխելու համար, որը լուրջ հետևանքներ կունենա տարածաշրջանի բոլոր երկրների եւ ժողովուրդների անվտանգության համար։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունիսի 2-ից 4-ը կայցելի Չինաստան եւ կհանդիպի նախագահ Սի Ցզինփինի հետ։ Այս մասին հայտնում է Բելտագործակալությունը, հղում անելով Բելարուսի ղեկավարի մամուլի ծառայությանը։ Գործակալության տվյալներով Պեկինում նախ անհատական, այնուհետև ոչ պաշտոնական ձևաչափով պետությունների ղեկավարները կքննարկեն Բելարուսա-չինական հարաբերությունների զարգացման վիճակն ու հեռանկարները, դրանց առավելագույն կիրառումը գործնական բովանդակությամբ, համատեղ նախագծերի իրականացման եւ բազմակողմ նախաձեռնությունների խթանման միջոցով։ Ուշադրության կենտրոնում են լինելու նաեւ միջազգային համագործակցության հարցերը։ Այցի ծրագրում կան նաեւ այլ բանակցություններ եւ հանդիպումներ։
ԱՄՆ-ն Ավստրալիայի կառավարությանը խնդրել է որքան հնարավոր է շուտ ավելացնել պաշտպանական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 3.5%-ը։ Այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի ծառայությունը։ Այս կոչն արել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը Ավստրալիայի իր գործընկեր Ռիչարդ Մարզի հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել ուրբաթ օրը Սինգապուրում Շանգրի-Լա երկխոսության ֆորումի շրջանակներում։ Մարզն արդեն հայտնել էր լրատվամիջոցներին, որ իր ամերիկացի գործընկերն իրեն կոչ է արել ավելացնել ռազմական ծախսերը, սակայն չի հստակեցրել, թե որքանով։ Պաշտպանական ծախսերի մասով նախարար Հեքսեթը ասել է, որ Ավստրալիան պետք է որքան հնարավոր է շուտ հասցնի իր ռազմական ծախսերը ՀՆԱ-ի 3.5%-ին, ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ։ Երկու կողմերը նաև քննարկել են Հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության ներդրումները, Ավստրալիայում ԱՄՆ ռազմական ներկայությունը մեծացնելու նախաձեռնությունների արագացումը, պաշտպանական արդյունաբերության համագործակցության զարգացումը եւ մատակարարման շղթայի ճկունության ամրապնդումը։ Սպիտակ տունը հրամայել է դադարեցնել Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը, այս մասին կիրակի օրը գրել է The Wall Street Journal-ը, հղումանելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն անցյալ շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը եւ ազգային անվտանգության խորհրդին, որով պահանջել է դադարեցնել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու բոլոր գործունեությունը։ Արդյունքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Իսլամական Հանրապետության վրա առավելագույն ճնշում գործադրելու արշավը փաստացի կանգ է առել։ Լիվիտի տեղակալ Աննա Քելին հրատարակության համար տված իր մեկնաբանության մեջ ուղղակիորեն չի երգել այս տեղեկատվությունը, սակայն նշել է, որ պատժամիջոցների հարցի վերաբերյալ ցանկացած նոր որոշում կհայտարարվի կամ Սպիտակ տան կամ համապատասխան գերատեսչությունների կողմից։ Վերջին անգամ Վաշինգտոնը Թեհրանի դեմ սահմանափակումներ է կիրառել մայիսի 21-ին, եւ այդ ժամանակից ի վեր ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցների մասին հայտարարությունն առնվազն 2 անգամ հետաձգել է, նշում է թերթը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին լքել է երկիրը եւ մեկնել Լիտվա, մասնակցելու Բուխարեստի ինյակի գագաթնաժողովին։ Այս մասին Interfax Ուկրաինային տված հարցազրույցում հայտնել է նրա մամուլի քարտուղար Սերխեյ Նիկիֆորովը։ Նրա խոսքով Վիլնյուսում կայանալիք միջոցառման շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ։ Բանակցությունների ընթացքում Ուկրաինայի ղեկավարը այլ քաղաքական գործիչների հետ կքննարկի անվտանգության ամրապնդման հարցեր, ինչպես նաեւ հունիսի վերջին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Բուխարեստի ինյակի ձևաչափը ստեղծվել է Լեհաստանի եւ Ռումինիայի նախագահների նախաձեռնությամբ։ Այս կազմավորման մեջ ընդգրկված քաղաքական առաջնորդների առաջին գագաթնաժողովը տեղի ունեցել 2015 թվականին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։ Լեհաստանի նախագահական ընտրություններում Կարոլ Նավրոցկու հաղթանակը կարող է խնդիր դառնալ երկրի կառավարության համար վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորությամբ, գրում է Պոլիտիկոն։ Նավրոցկու հաղթանակը հարված է հասցնում Տուսկի կառավարությանը, որը պետք է գործ ունենա մեկ այլ թշնամավար տրամադրված նախագահի հետ, որը կարող է վետո դնել օրենսդրական առանցքային նախաձեռնությունների վրա, ասվում է հրապարակման մեջ։ Լեհաստանի նախագահական ընտրություններում քվեաթերթիկների 100%-ի հաշվարկից հետո հաղթել է ընդդիմադիր թեկնածու Կարոլ Նավրոցկին։ Նա հավաքել է ձայների 50.89%-ը եւ հաղթել երկրորդ փուլում։ Նրա մրցակիցը իշխող քաղաքացիական կոալիցիայի ներկայացուցիչ Ռաֆալ Տրզասկովսկին ստացել է ձայների 49.11%-ը։ ՆԱՏՕ-ն ծրագրում է գրավել ռուսական օդանավակայանները Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության դեպքում։ Այս մասին հայտնում է Business Insider-ը։ Հրապարակման հեղինակները մատնանշում են օդանավակայանների գրավման եւ դրանց պահպանման կարեւորությունը, հղումանելով Ֆինլանդիայում Հյուսիսատլանտյան դաշինքի զորավարժություններին։ Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում ՆԱՏՕ-ի զորքերը պրակտիկա են անցկացրել թռիչքուղիների գրավմամբ։ Դրանց նկատմամբ վերահսկողությունը կարևոր է զորքերի արագ տեղափոխման համար, հատկապես երբ պաշտպանվող կողմը լիովին չի ակտիվացրել իր հակաօդային պաշտպանության համակարգերը։ Մայիսի երկրորդ կեսին Ֆինլանդիայում մեկնարկել են Lively Saber 25 ցամաքային զորավարժությունները։ Դրանցում ներգրաված է 3500 զինծառայող։
Գորիսում բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը։ Բացմանը մասնակցում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե դե Կոնտինին, Գորիսի քաղաքապետ Արուշ Արուշանյանը, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Ֆրանսիայի պատվո հյուպատոս Կարմեն Ափունցը։ Հենց նրանք էլ կտրեցին տոնական ժապավենը։ Հիշեցնենք, որ Երևանում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ֆրանսիան Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հյուպատոսական գործակալություն կբացի։ Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիային իրականացրել կառավարության շենքի դիմաց ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու ու ազգային հոգևոր արժեքների։ Ակցիայի մասնակիցները նախ կառավարության շենքի դիմաց ֆլեշմոբ են իրականացրել, իրենց հետ տարված սպիտակ պարանի վրա լվացքի ամրակներով կախել են պաստառները, որոնց վրա տարբեր գրառումներ էին։ Նրանք ոչ թե պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այլ պահանջում են դատել նրան։ Ակցիայի մասնակիցները կոչ են արել մարդկանց փողոց դուրս գալ եւ էական չկմիանան իրենց, թե ոչ կարևորը մարդիկ իշխանություններին ցույց տան, որ արգելում են պղծել եկեղեցին։ Մարդիկ պիտի հասկանան, որ այն ինչ որ մենք այսօր տեսնում ենք, դա ամենևին էլ անհատ սպասավորների դեմ ուղղված արշավ չի։ Դա նպատակաուղղված հերթական քայլն է հայոց ազգային ինստիտուտները խարխրելու ու հայոց հիմնասյուներից մեկին է ուղղված հիմա այդ արշավը հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, որ դարեր շարունակ պահպանել է մեր ինքնությունը։ Ակնհայտ է ընդամենը ադրբեջանական մամուլը, ադրբեջանական ներկայիս հաղորդագրությունների մակերեսային դիտարկումը անգամ ակնհայտ է դարձնում, որ այս արշավը մեր իշխանությունների կողմից թելադրվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։ Դրա համար մարդիկ պիտի հասկանան, որ այսօր եկեղեցու կողքին չկանգնելը, իշխանություններին չասելը, որ առհասարակ այլևս չենք հանդուրժելու նման վարքագիծ, չենք հանդուրժելու եւ գործով ցույց տալու, որ չենք հանդուրժելու իրենց այս լկտի պահվածքը, մեր այսօրվա գոյության հարցն է։ Ֆուտբոլի երկրպագուներ վնասվածքներ են ստացել Ֆրանսիայի Գրենբոլ քաղաքում 2024-2025 թվականների UEFA-ի Չեմպիոնների լիգայում Պարիս Սեն-Ժերմենի հաղթանակի տոնակատարության ժամանակ։ Այն բանից հետո, երբ փարիզյան թիմը հաղթել է Ինտերին 5-0 հաշվով, երկրպագուները դուրս են եկել փողոցներ տոնելու, սակայն տոնակատարությունը խաթարվել է միջադեպի պատճառով։ Աղբյուրի փոխանցմամբ BMW-ի վարորդը մխրճվել է ամբոխի մեջ։ Միջադեպի հետևանքով վիրավորվել են նույն ընտանիքի 4 անդամներ՝ 17, 23 եւ 46 տարեկան, որոնցից երկուսը գտնվում են ծանր վիճակում։ Նշվում է, որ վարորդը դա արել է պատահաբար, որից հետո հանձնվել է ոստիկանությանը եւ ձերբակալվել։ Բրյանսկի մարզի Վիգոնիչսկի շրջանում այս գիշեր կամրջի փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով 7 մարդ մահացել է։ Այս պահի դրությամբ տուժածների թիվը հասել է 69-ի, այդ թվում 3 երեխա, 3 տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է, այդ թվում մի երեխա հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։ Կլիմով Մոսկվա թիվ 86 ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից Մոսկվայի ժամանակով 22:44-ին։ Արտակարգ դեպքը տեղի ունեցել տրանսպորտի գործունեությանը անօրինական միջամտության պատճառով։ Գիշերը Կուրսկի մարզում կամուրջ է փլուզվել բեռնատար գնացքի ընթացքի ժամանակ, հայտնել է Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը։ Այսօր երեկոյան Ժելեզնոգորսկի շրջանի Տրոստա-Կալինովկա մայրուղու 48-րդ կիլոմետրում կամուրջ է փլուզվել բեռնատար գնացքի շարժման ժամանակ։ Գնացքի մի մասը ընկել է կամրջի տակ գտնվող ճանապարհի վրա։ Գնացքը բռնկվել է, արտակարգ իրավիճակների նախարարությունը արագորեն տեղայնացրել է այն, մնացած գնացները գտնվում են երկաթուղային կայարանում։ Գրել է նահանգապետի պաշտոնակատարը, նա մանրամասնել է, որ կամրջի տակ գտնվող ճանապարհը փակ է եւ երթևեկությունը կազմակերպված է շրջանցիկ ճանապարհով։ Կամրջի փլուզման պատճառը կպարզվի, բոլոր արտակարգ ծառայությունները աշխատում են տեղում, ես հետևում եմ իրավիճակին, հավելել է Խինշտեյնը։ Կամրջի փլուզման պատճառը կպարզվի, բոլոր արտակարգ ծառայությունները աշխատում են տեղում, ես հետևում եմ իրավիճակին, հավելել է Խինշտեյնը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը արձագանքել է ֆրանսիական Պարիս Սեն-Ժերմենի հաղթանակին 2024-25 թվականների Չեմպիոնների լիգայում քաղաքական գործիչը շնորհավորել է Պարիս Սեն-Ժերմենին եւ ասել, որ ֆրանսիացիները հպարտանում են թիմով փառահեղ օր Պարիս Սեն-Ժերմենի համար։ Փարիզն այսօր երեկոյան Եվրոպայի մայրաքաղաքն է, գրել է Մակրոնը։ Մայիսի 31-ին Պարիս Սեն-Ժերմենն դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող Մյունխենի Ալյանս Արենա
Արենա մարզադաշտում կայացած վճռորոշ խաղում թիմը 5-0 հաշվով հաղթեց իտալական Ինտերին։ Հունիսի 2-ը, 3-ը և 4-ը Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի մարզում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ հայտարարվել են սգո օրեր, հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։ Վերջին տվյալներով զոհվել է 7 մարդ, ուժել է 71-ը, հիվանդանոցներում մնում է նրանցից 44-ը։ Եղանակը առաջիկա օրերին։ Հանրապետության տարածքում հունիսի 2-ի, 5-ի և 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 2-ին և 5-ից 6-ը կեսօրից հետո առանձին շրջաններում, հունիսի 3-ից 4-ը գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 3-ից 4-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Երևան քաղաքում հունիսի 2-ին, 5-ի և 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 3-ից 4-ը գիշերը և կեսօրից հետո, 5-ի և 6-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամուշ գնացում։